ցավով եմ, ինձ համար արդեն մեծ ցավով հայտնում եմ, որ տանում են մեր 4 համակարգիչները, ստացվում է մենք բացարձակ այլևս չենք կարող աշխատել։ Ինչ համակարգիչներ էին դրանք։ Մոնտաժային համակարգիչներ են, այսինքն մենք կտրվում ենք ուղիղ եթերի հնարավորությունից, մենք կտրվում ենք հաղորդումները տաղավարային հաղորդումների հնարավորությունից, մենք կտրվում ենք յուրաքանչյուր տիպի բովանդակություն ստեղծելու հնարավորությունից։ Մեր 4 մոնտաժային եւ նոթբուքերը այլևս արդեն զրկվում, թե նաեւ հնարավորություն են տալու օրինակ այլ տեխնիկական միջոցներ բերելով շարունակել ձեր աշխատանքը։ Դա երևի փաստաբանին հարցնեք, ես միայն տեսնում եմ այն, որ մեր համակարգիչները, մոնտաժողների համակարգիչները վերցնում եւ տանում են։ Ես միայն դա եմ տեսնում։ Այսինքն դուք լավ եք տիրապետում, որ մոնտաժողի համակարգիչը տանելով խաթարվում է ամբողջ աշխատանքը, եթե որոշ բաներ կարելի է այլ հեռախոսով անել եւ այլն, դա օքեյ հնարավոր է, բայց այս դեպքում արդեն պրոֆեսիոնալ լրագրությամբ մենք չենք կարող զբաղվել։ Բացատրություն տվեցին արդյոք։ Այո, ամբողջ տեխնիկան պետք է տանեն։ Արմատ մեդիան ինչ տեխնիկան։ Այո, ամբողջ բոլոր պոմպերն եւ այլն, ինչ արկա է, ոչ, ինչ արկա է տանում։ Որքան ժամանակով չեն ասել, երբ կվերադարձնեն։ Ես հուսով եմ ընտրությունների արդյունքից ելնելով այդ համակարգիչները մեզ կհասնեն ավելի շուտ, քանի որ տեղի կունենա փոփոխություն, իսկ հակառակ դեպքում չգիտեմ արդեն երբ կվերադարձվեն։ Քննչական գործողություններին իհարկե չեն կարողանում կամ իրավական մասին։ Դուք որպես լրատվականի ներկայացուցիչ, մոնտաժողի, օրինակ ուղիղ եթերի հեռարձակման տեխնիկաները Ալիկ Ալեքսանյանին վերաբերելի գործի շրջանակում ինչ օգուտ պետք է տա։ Ես կարող եմ միայն զգացմունքային պատասխան տալ։ Այսպես միայն խոչընդոտվում է մեդիայի աշխատանքը։ Այսպես մենք Արմատ մեդիան աշխատանքները պարալիզացվում են, Արմատ մեդիան չի կարողանում ուղիղ եթեր տաղավարային հարցազրույցներ եւս տեղի չեն ունենալու, Արմատ մեդիայում չեն կարող ռեպորտաժներ հրապարակվել, ընտրությունների օրը մենք առանց տեխնիկայի ոչինչ հնարավոր չէ անել, ստացվում է մենք մեր հետևորդները մեզ չեն կարող տեսնել։ Միայն մեդիայի աշխատանքի խոչընդոտում է սա, ուրիշ բան չկա, ես դրա համար երբ որ մտա ձեր տված հնարավորությամբ եթեր, մի անգամից ասացի, որ սա քաղաքական է, այս չի կարող մոնտաժողի համակարգչում լինել Ալիկ Ալեքսանյանին վերաբերելի ինչ-որ մատերիալ, չի կարող այնտեղ նկարահանումներ են, որոնցով մենք կարող էինք մեր ռեպորտաժները, մեր արխիվն է կազմել եւ նախապես նկարահանված տեսանյութերը, ռեպորտաժները, որոնք պետք է գնային եթեր ամսի 8-ին։ Հենց հիմա հարգելի գործընկերներ, հենց հիմա իրենք առգրավում են այն համակարգիչները, որոնցով մոնտաժվում են Արմատ մեդիայի հաղորդումները։ Թե հաղորդումները ինչ կապ ունեն, այդ քրեական գործի հետ դա չեմ կարող ասել, բայց հենց հիմա իրենք դա են անում, հանում են կրիչները եւ եւս այդ համակարգիչները կնքվում են, որ այստեղից հեռացվեն, կնքվելու են դռները, Արմատ մեդիայի սենյակները, այսինքն մենք նաեւ չենք կարողանալու մուտք գործել մեր աշխատասենյակներ եւ կնքված կմնան այնքան ժամանակ, մինչեւ որոշում կկայացվի դրանք բացել, այսինքն տոտալ պարալիզացում, չեն լինի հաղորդումներ, չեն լինի ուղիղ եթերներ, ոչինչ չի լինի։ Ես ուզում եմ ուղղակի տեղեկացնել ձեզ, որ ընդամենը մի քանի օր առաջ էինք մենք հաղորդումները սկսել, հաղորդավարը Աղավնի Սուքասյանը, Անահիտը եւ այդ հաղորդումները բացհարթակ էին քաղաքական գործիչների համար, մենք հասցրել էինք բոլորին արդեն հրավիրել մեր տաղավար, նույնիսկ իշխանություններին հրավիրել մեր տաղավար, չնայած չեն եկել, սա միայն ազատ խոսքի դեմ տարվող քաղաքականություն է։ Հենց հիմա կոնկրետ իրենք կնքում են մի համակարգիչ, որտեղ կա նախապես նկարահանված հաղորդում, որը եթեր պետք է գնար, ու փաստորեն մենք այդ հաղորդումը չենք կարողանա մոնտաժել եւ եթեր տալ։ Այո, հյուրն եկել է, հաղորդումը նկարել ենք, դա պետք է այսօր մոնտաժվեր եթեր տալու համար, հիմա մենք դա չենք կարողանա անել։ Ոչ մի սենսացիոն բացահայտում մեր հաղորդումները
քաղաքական են, սոցիալական են, տնտեսական են եւ մենք բավականին ակտիվ էինք այս քարոզարշավի ժամանակ, ինչպես բոլոր մեդիաները, եւ իրականացնում ենք մեր աշխատանքային պարտականությունից բխող գործառույթներ։ Հիմա այդ աշխատանքային պարտականություններից բխող գործառույթները խաթարված են ու այսինքն նաեւ անհարմար իրավիճակ հայտնվում մեր հյուրը, որը եկել է, տաղավարում նրա այդ հաղորդում ենք նկարահանել եւ պարզվում է դա եթեր չի գնա։ Փակում են Արմատ մեդիան, կարելի է։ Փակում են այո Արմատ մեդիան։ Արմատ մեդիան փակված վիճակում է։ 3 սենյակներն էլ կնքվում են, մենք չենք կարողանալու մուտք գործել, տարված են բոլոր համակարգիչները, մենք ուղղակի չենք կարողանա աշխատել։ Ես մի հարց էլ ունեմ հարգելի լրագրողներ, շնորհակալություն, որ դուք եկել եք ու մեզ օգնում եք այս հարցում։ Իսկ կան միջազգային հանրություն Հայաստանում, կան դիտորդներ Հայաստանում, կան ԶԼՄ-ների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներ Հայաստանում։ Ես նրանց կարծես այստեղ չեմ տեսնում։ Ինչու՞։ Կաշկանդված են, ունեն քաղաքական կաշկանդվածություն, ունեն իշխանությունից կախվածություն։ Ես կարծում եմ, որ սա մեծ հետաքննության առիթ է եւ շնորհակալ կլինեմ, որ դուք ձեր պրոֆեսիոնալիզմով կարողանաք մեզ օգնել եւ բացահայտել ուր են դիտորդները, ուր է միջազգային հանրությունը, ուր են դեսպանները։ Սա փակում է Արմատ մեդիան։ Այս քայլով միայն մեզ փակելու քաղաքականություններ ու վերջ։